Եվրոպական առաջնորդները համախմբվել են Դանիայի շուրջ, Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետաքրքրության ֆոնին։ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Դանիայի ղեկավարների համատեղ հայտարարությունը հրապարակվել է Դանիայի կառավարության կայքում։ Հին աշխարհի երկրների ղեկավարները նախազգուշացրել են, որ գոյություն ունեցող սահմանները քննարկման ենթակա չեն։ Նրանք նաև նշել են, որ Արկտիկայում անվտանգությունը պետք է ապահովվի ՆԱՏՕ-ի միջոցով։ Մենք և դաշինքի շատ այլ համախոհներ մեծացրել ենք այնտեղ մեր ներկայությունը, որպեսզի ապահովենք Արկտիկայի անվտանգությունը և զսպենք հակառակորդներին։ Հետևաբար, Արկտիկայում անվտանգությունը պետք է ապահովվի քաղաքականորեն, ներառյալ ԱՄՆ-ն, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան։ Դրանք համընդհանուր սկզբունքներ են, և մենք չենք դադարի պաշտպանել դրանք, ասվում է փաստաթղթում։ Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդին, Դանիան և Գրենլանդիան, և միայն նրանք կարող են որոշումներ կայացնել Դանիային և Գրենլանդիային վերաբերող հարցերի վերաբերյալ, ամփոփել են քաղաքական գործիչները։ Արևմուտքը գիտակցաբար պատերազմ է մղում Ռուսաստանի հետ, թաքնվելով Ուկրաինայի հետևում, ընդ որում ուկրաինացիների կարծիքը ոչ ոքի չի հետաքրքրում։ Այս մասին նշել է Սերբիայի նախկին փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը։ Ուկրաինացիներին ոչ ոք ոչինչ չի հարցնում, իսկ Արևմուտքը այդ ամենը հիանալի վերահսկում է և հույս ունի, որ ուկրաինացիներին Ռուսաստանի դեմ հանելով կկարողանա հյուծել նրան, ասել է Վուլինը։ Նրա խոսքով, ինքը չի հավատում անվերահսկելի հակամարտությանը, կարծես ինչ-որ բան կարող է պարզապես դուրս գալ վերահսկողությունից։ Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ Վենեսուելայի բնական պաշարները պատկանում են վենեսուելական ժողովրդին։ Բնական ռեսուրսները պետության ինքնիշխանության մի մասն են։ Վենեսուելայի ռեսուրսները պատկանում են վենեսուելացի ժողովրդին, նշել է դիվանագետը։ Ալբարեսը ԱՄՆ-ի գործողություններն անվանել է շատ վտանգավոր նախադեպ կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգի համար։ Նա նաև ընդգծել է, որ Իսպանիան պատրաստ է աջակցել իրավիճակի կարգավորմանը։ Ֆրանսիական հայրենասերներ աջակողմյան կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպպոն կոչ է արել նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարական տալ Ուկրաինա մի քանի հազար զինվորականներ տեղակայելու հայտարարության ֆոնին։ Մակրոնը ակնհայտորեն պատերազմ է ուզում, որպեսզի չեղյալ հայտարարի 2027 թվականի ընտրությունները, պահի ֆրանսիացիներին վախի մթնոլորտում, հասնի եվրոպական բանակի ստեղծմանը։ Իհարկե, ամեն ինչ այդպես է։ Հետևաբար հեռացրեք նրան իշխանությունից, ասվում է հրապարակման մեջ։ Ֆիլիպպոյի խոսքով այս պահին միայն Մեծ Բրիտանիան է լրջորեն խոսում իր զինվորականներին Ուկրաինա ուղարկելու մասին։ Մյուս երկրները դեմ են դրան, քանի որ հասկանում են, որ դա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում նկարագրել է Վենեսուելայում ԱՄՆ գործողությունների արձագանքները։ Զախարովայի խոսքով ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Միացյալ Նահանգների գործողությունները նկարագրել է շոկ, հանցագործություն, անօրինականություն, ԱՄՆ զինված ագրեսիա, ավազակություն բառերով։ Ամեն ինչ պարզ է։ Իմ կարծիքով այլևս կապող տարրեր պետք չեն։ Դիվանագետների արձագանքը բնորոշել է Զախարովան։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով Արևմուտքն առաջ է տանում կանոնների վրա հիմնված աշխարհակարգի հայեցակարգը։ Սակայն Զախարովայի կարծիքով այդ գործողությունները փաստացի քողարկում են միջազգային իրավունքից հրաժարվելը։